Դաժան մարտեր են Կուպյանսկում, քաղաքը երկու մասի բաժանող Օսկոլ գետի երկայնքով։ Ուկրաինական բանակը նահանջում է։ Հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Թշնամին նահանջում է գետի երկայնքով։ Մենք կկատարենք մեր առաքելությունը։ Եթե ռուսները գրավեն Կուպյանսկը, նրանք կկարողանան հեշտությամբ առաջ շարժվել Խարկովի մարզի արևելքից դեպի արևմուտք։ Մարտերը շարունակվում են նաև Պոկրովսկում, ակտիվ գործողություններ են Զապորոժիեի շրջանում։ Ըստ ուկրաինացիների, վերջին 24 ժամում Զապորոժիեի 16 բնակավայրերի ուղղությամբ 645 հարձակում է եղել։ Ուկրաինական կողմը նաև քաղաքացիական զոհերի մասին է հայտնել։ Ռուսական անօդաչուների հարձակումներից 1 զոհ Պոլոհիվսկի շրջանում է եղել, 1 զոհ Խերսոնի շրջանում, 1 մարդ էլ Դնեպրոպետրովսկի շրջանում է զոհվել։ Պաշտոնական Կիևը հայտնել է, թե շուտով հակաօդային պաշտպանության նոր կենտրոններ կստեղծվեն Չեռնիգովի, Պոլտովայի և Զապորոժիեի մարզերում։ Ռուս-ուկրաինական ճակատում Մոսկվայի հաջողությունները ուժեղացրել են միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա։ Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս ֆոնին Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե ռուսական ակտիվների օգտագործումը Կիևին ֆինանսավորելու ամենաարդյունավետ ձևն է։ Զելենսկին այսօր 2 գրառում է Արելիքսում։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների առաջնորդներին, որոնք իր խոսքով սկզբունքային դիրքորոշում ունեն ուկրաինացիներին աջակցելու հարցում։ Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում Ռուսաստանի վրա։ Մարտադաշտում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը։ Ռուսաստանի պաշտպանական ռազմական արդյունաբերությանը նայելով տեսնում ենք, որ նրանք մեծացնում են իրենց արտադրությունը։ Մեր գնահատականն այն է, որ նրանք ցանկանում են շարունակել այս պատերազմը։ Նրանք մեծ պատերազմ են ուզում, եւ մենք պետք է պատրաստվենք 2029 կամ 2030 թվականների պատերազմին եվրոպական մայրցամաքում։ Ռուս ռազմական փորձագետները նկատում են Զելենսկիի էջում Պոկրովսկի, Կուպյանսկի, ուկրաինական այլ գյուղերի եւ քաղաքների ռուսական վերահսկողության տակ անցնելու մասին ոչ մի հրապարակում չկա։ Վլադիմիր Զելենսկին կամ փորձում է թաքցնել իրավիճակը ճակատում, կամ կորցրել է կապը իրականության հետ։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։